խոսեցիր ամուսնությունից, ինձ թվում է բնականաբար այս թեման չեն կարող շրջանցել։ Այդ դու պատկերացումներդ ոնց էր ամուսնության վերաբերյալ, ինչին բախվեցիր եւ հետո ոնց կարողացար հաղթահարել այդ ամենը։ Պատկերացումը եղել է, քանի որ շատ փոքր եմ ամուսնացել, 10 տարեկանում եմ ամուսնացել, ասենց անկեղծան եմ։ Ես ոչ թե ուզում էի ամուսնանալ ավելի շատ այդ տարիքում, այլ ուզում էի ապրեի Հայաստանում։ Իմ ծնողները շատ խիստ են եղել, ճիշտ է, ես ամեն տարի Հայաստան էի գալիս, հանգստանում էինք տատիկի մոտ, բայց այդ երազանքս, որ ապրեմ Հայաստանում ու այդ պահին, որ հանդիպեցի ամուսնուս նախկին, ասենց զուգատիպեց, ունեն ստացվեց, որ ընդառաջվեց հարցանիքը, որ ես ապրեմ Հայաստանում։ Պատկերացումը ընտանիքի ավելի շատ եղել է ոնց որ իմ ընտանիքը։ Ես մտածում էի, որ իմ ընտանիքը կլինի նույնպես ոնց որ իմ ընտանիքն է եղել, պապայիս, մամայիս հետ։ Այդպես պատկերացում է եղել ու ես նույն ձև վերաբերմունք եմ ցույց տվել իրենց։ Բայց երբ որ ժամանակի ընթացքում քո պատկերացրածը չի համապատասխանում իրականությանը, այդ ժամանակ գալիս է հիասթափություն։ Բայց էլի փոքր եմ եղել, շատ ժամանակ չեմ նկատել։ Մտածում եմ, որ ամուսնալուծությունը քանի տարեկանում ա եղել։ 4 տարի առաջ։ Այդքան էլ փոքր չես եղել ամուսնության։ Չէ, ես դու հիասթափվել ես ուղղակի ավելի շուտ, բայց ես հիասթափվել եմ հարսանիքից մի քանի ամիս հետո։ Ոյ։ Ես հիասթափվել եմ, բայց քանի որ մեծացել եմ շատ ավանդապաշտ, շատ նենց ընտանիքում, որ ամեն մի ստից բանի համար պետք չի բաժանվել, պետքա ոչ թե պայքարել, այլ փորձել ընտանիքը պահես, փորձես, որտեվ հիմա քո ամուսինն է։ Ես տենց էի մտածում, որ թեկուս պետքա կողք կլինես, պետքա փոխես, պետքա հասկանաս։ Ճիշտ է, ես էլ էի փոքր, ինձ էլ էր պետք որ ինձ էլ հասկանային, բայց կինը ինձ թվում է այս պարագայում ավելի խելացի պետքա լինի ու ավելի ճիշտ որոշումներ կայացնի, այսինքն կողք կլինի։ Տղամարդիկ ջան կներեք, բայց դուք մի քիչ այդքան չեք։ Իրականում հա, կնոջից շատ բան է կախված։ Կինը կարա շատ բան փոխի ընտանիքում։ Լարվածություն ստեղծի, կինը կարա երկու աղբորը թշնամի դարձնի, կինը կարա ծնողի դեմ տրամադրի, կինը կարա նաև հակառակը լինի։ Ոնց որ ես 10 տարի շարունակ փորձել եմ ամեն ձև պայքարեմ։ Ու ես դա չեմ վախենա ասեմ, գիտեմ որ սա կտեսնեն իրանք էլ կտեսնեն մարդիկ, ովքեր որ մեզ շրջապատել են, թե իրանց բարեկամները, թե իմ բարեկամները։ Պայքարել եմ թե իմ ընտանիքի համար, թե իմ երեխաների համար, բայց վերջում երբ որ դու հասկանում ես, որ մարդը չի փոխվում, պետք է կյանքը շարունակես արդեն առանց այդ մարդու։ Իսկ այդ գիտակցությունը ոնց եկավ, երբ եկավ, որ որոշեցիր ու հասկացար հասունացել այդ պահը, որ դու առանձնանաս ու դու կաս այնքանով, որ առանձին կարող ես ապահովել երեխաներիդ։ Դա եկավ նախ առաջինը ապահովելու առումով իմ ծնողները միշտ ասել են ու մինչև հիմա ասում են, որ երեխաները նամանավանդ աղջիկ երեխան պետք է ապահոված լինի։ Դա բնակարանի մասն է խոսքը, այսինքն դա շատ կապ ունի։ Լիքը իմ աղջիկներ կան, որ չեն ամուսնալուծվում, դիմանում են, որտեղ հնարավորություն չունեն։ Իմ առումով դա եղել է, բայց ես նույնիսկ այդ ժամանակ 10 տարի էլ պայքար, ես չեմ ասել, վայ, դե ես ապահոված ընտանիքից եմ, մեկը պապաս ու մամաս ինձ կդիմավորեն, ամեն ձև չէ, ես նույնիսկ այդ պարագայում փորձել եմ օգնեմ, բայց երբեք էլ եմ ասում, չեմ ասել, վայ, ես եմ արել, վայ իմ տունն է, վայ ես իմ երբեք կյանքում չի եղել, որ ես այն որ ժողովրդական լեզվով ասում երեսով տամ։ Ընտանիքա, ինչ իմն է, նա քոնն է։ Այդ այնց է եղել եմ ընտանիքում։ Եկել է այն ժամանակ, երբ որ դու հասկացել ես, որ դու արդեն հասուն կին ես, ունես արդեն մեծ երեխաներ երկու, ու արդեն քո ինքնասիրությունը իջնում է շատ ցածր մակարդակի ու դրա պատճառով, որ քո ինքնասիրությունը իջնում է ցածր մակարդակի, դու հետ ես գնում։ Ամեն առումով ու դա խանգարում է, այո, ու դա խանգարում է ճիշտ երեխա դաստիարակել։ Իմ համար շատ կարևոր է ճիշտ երեխա, ճիշտը որն է, լավ մարդ մեծացնել։ Որտեվ կյանքում այսօր դու չես կարա զարմացնես քո ունեցվածքով, դու չես կարա զարմացնես քո նյութականով, դու կարա զարմացնես մենակ մարդ տեսակով։ Իսկ երեխու դիմաց արժե պետք է լինի կայացած մամա, ուժեղ մամա, ներվերը հանգիստ մամա, սիրող մամա, հոգատար մամա։ Այդ պարագան ինձանից սա խլել էին։ Դրա համար ես որոշեցի, ծնողներս դեմ էին, մամաս դեմ էր, 2 տարի, պայքարեց, ծնողա, ես իրան հասկանում եմ։ Այսինքն դեմ էր, դու եւս 2 տարի դիմացար այդ մամայիս, պապաս չէ։ Պապաս ասում էր դու արա նենց, դրա համար եմ նման պապայիս, ոնց որ դու գտնում ես ճիշտ, որտեղ դու ես ապրում։ Մամաս որպես ծնող դա հասկանալի է, աղջիկ երեխա, 2 հատ երեխա, հայ ենք, փորձում ենք նույնիսկ բաժանվելուց հետո, երբ որ մենք միասին չենք ապրում, այդ կապը պահել, որտեղ ես մտածում էի, աղջիկ երեխա կա, տղա երեխա կա, որ հետագայում իրանք պետք է ամուսնանան, կապ չունի, որ մենք հիմա ամուսնալուծվել ենք,
Կան բաներ, որ մեր ընդհանուրն է։ Կան երեխաներ ու կա պատասխանատվություն այդ երեխաների առաջ։ Ես adekvat եմ մտածում։ Նույնիսկ դաժե բաժանվելուց հետո ես գնում եմ կեսուրիս նախքին հիվանդ էր լինում, տիրություն էի անում, նվերներ էի անում, անակնկալներ էի անում, դա բոլորն էին տեսնում։ Ես մեծերի հանդեպ ուրիշ ձևի հարգանք եմ ցույց տալիս, որտեղ էլ եմ ասում կապ չունի։ Բայց երբ որ դու զգում ես նույն այդ մեծերը փոխադարձ չեն քո հանդեպ, արդեն ասում ես Ժաննա ջան, ստոպ։ Ինչքան էլ մեծ են, ստոպ։ Այդ ստոպը երբ եղավ, երբ իմացար նախկին ամուսինդ։ Ես իմացա, որ նայեք, ես բաժանվելուց հետո ես նորմալ եմ նայում, որ ինքը կարա ամուսնանա։ Դա նորմալ է։ Հիմա ինքը եթե ուզում ընտանիք կազմի, ես իրան չեմ պահել։ Բայց արեք ճիշտ է խոսենք, ունենք մեծ 2 հասուն երեխա, ու մենք իրանց հետ շփվում ենք։ Կապ չունի։ Ու ավելի շատ վիրավորվել էիր, որ ինքը չի ասել երեխաներին, չէ՞ դրա մասին։ Ես վիրավորվել եմ, որ իմ նախկին կեսուրը, որ իմ մամայի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։ Մինչև հիմա։ Չէ։ Հա, մինչև որ ինքը չի ասի, գիտես, տեղյակ պահեմ, որ այս իմ տղեն այս этаպի վրա է, որ պետքա ամուսնանա, գոնե տեղյակ պահի։ Հա։ Ու նախքին սկեսուրս հրավիրում է, կանչում ավելի ճիշտ կները կարծեմ, առիթի, ոչ լավ առիթի, մամայիս այնտեղ, որ բոլորին ցույց տա, որ մենք իրանց հետևից ընկած ենք մինչև հիմա։ Հասկանում եք միտքը, մինչև էդ էլ ամուսնու ներկայիս կինը այնտեղ է լինում։ Վիրավորվային ժամանակ, երբ որ մեզ տեղյակ չեն պահում, եթե մենք իրանց հետ շփվում ենք նորմալ, ես տեսնում եմ Facebook-ում, երբ որ իմ նախկին կիսուրը մամայիս առաջ շորերով կանգնել է թազահարսի հետ մատանիով նկարվում է։ Դա վիրավորական է։ Հասուն տղա ունես, պետքա խոսես տղու հետ։ Ես ոչ թե հիմա բողոքվում եմ, լացում եմ կամ իմ անձնականը ասենց խոսում եմ, ինչ ճիշտ հասկացեք, որտեվ հիմնական ոնց է Հայաստանում կամ մեր հայերի մոտ։ Մեղադրում են աղջկան։ Ասում են դու ես ինչ որտեղ, ճիշտը կա։ Այսինքն խոսա իր adekvat, հասուն մարդիկ ենք, տղա ունես հասուն, որ հոգեբանության վրա կար ազդի, ամեն ինչ խոսալն է պետք։ Ու վсё։ Իսկ այդ դեպքից հետո դու կապ ունեցել ես իրենց հետ որևիցե մեկի հետ։ Ոչ, կապ չեմ ունեցել, որտեվ դա շատ վիրավորական էր իմ համար։ Վիրավորական էր, որտեվ իրանք ինձ բացի որ խլեցին իմ տարիները, խլեցին իմ մանկությունը, որտեվ 10 տարեկան եմ, իմ ջահելությունը, նաև խլել էին իմ լիքը նյութական բաներ։ Մինչև առհեսօր։ Դա մեծ գումարների մասին է խոսքը։ Մեծ։ Ժաննա, իսկ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ձեր միությունը նորից բացարձակապես։ Ես նույնիսկ ասում եմ քայլերն այդքան պետք չի, կան երեխաների հետ շփվի։ Շփվի քոր երեխաների։ Երեխաների հիմա ցանկություն ունեն։ Բացարձակապես։ Ես երբեք չեմ տրամադրել երեխեքին։ Ես ինքս էի դաժ ասում, արի գնանք շփվեք։ Ոչ բացարձակ։ Իմ երեխեքը գիտեք ինձ ձև են, եթե ուշադրություն չտեսնեն, իրանք կսառեն։ Որովհետև իրեն երեխեքը տեսնում են ես ինչքան եմ պայքարում իրանց համար, որ իրանք ունենան լավ ապագա։ Իրանք տենում են, որ ես մենակով անում եմ, ու եթե իրանք տեսնում են չկա տարական ուշադրություն դեպի իրանց կողմ, ցանկացած երեխա սառում է։ Իսկ դու քո մայրիկի հանդեպ ինչ որ չգիտեմ, վիրավորվածություն ունես, որ չէր թողում ամուսնալուծությունը տեղի ունենա։ Գիտեք, ես էլ եմ մամա, ես էլ ունեմ աղջիկ երեխա, ու ես մամայից լրիվ հասկանում եմ։ Ցանկացած ծնող ինքը պայքարում է, որ իր երեխան լինի երջանիկ։ Ցանկացած ծնող ուզում է, որ իր երեխան այդ բախտին չարժանանա ու ունենա լիարժեք ընտանիք, նամանավանդ որ մենք հայ ենք։ Մի քիչ աբիդակ է ցանկացած ծնողի համար, որ իր երեխուն տենց։ Բայց ես միշտ մամայից եմ հույս տալիս, մամ ջան, ես մտածում։ Մարդ կարևոր չի, որ կող կլինի։ Լիքը մարդիկ կան, որ հիմա իրար հետ են ապրում, բայց լավա չապրեն կոպիտ ասած, ստրեսային, վատ ամեն ինչով, քանստը այստեղ գայսա սերունդների բախումը, չէ։ Սերունդների բախում, բայց ես փոխեցի։ Ես փոխեցի մամայիս մտածելակերպը, նույնիսկ շրջան եղավ, որ մաման ինձ ներողություն խնդրեց։ Ասես կներես, որ ես քո տարիները բան արեցի։ Այո։ Այո։ Բայց դու հիմա ավելի հանգիստ ես, չէ, որ հետ ես նայում, մտածում ես մայրիկի մեջ ինչ որ մտածողություն փոխել ես ամեն դեպքում։ Ես իմ մամայից հետ ընկերուհիներ ենք։ Հա։ Ընկերուհիներ ենք ու մամաս բարձ ասում է, եթե դու գտնես քո կյանքում ինչ-որ մեկին ու հետ որ դու լավ զգաս քեզ, մենք դեմ չենք։ Ուղղակի ստեղ կա արդեն իմ մտածելակերպը, որ կա մեծ հասուն տղա, կա հասուն աղջիկ, որ էլի ապրում ենք։ Նայեք, նորմալ է, ես նորմալ եմ նայեմ, որ ամուսնացած բաժանված կանայք ամուսնանում են ու նորից իրանց ընտանիքն են կազմում։ Բայց ստեղ կա իմ մտածելակերպը, որ ունեմ 14 տարեկան տղա, որի համար կլինի ստրես։ Բայց երբևիցե խոսել եք իրար հետ այդ թեմայով։ Չէ, ես իրան ճանաչում եմ։ Վայ,
Բայց կարող է խոսես ու բացահայտես ուրիշ։ Արթուրիս համար լնարան մի քիչ ուրիշ ձև է։ Արթուրիս համար իր մամա սրբություն է ու ոչ թե ինքը էգոիստ է, որ մենակ իրանն է, չէ, մի քիչ նայեք մեծ տարիքի տղա է, ինքը ունի իր շրջապատը ու կարող է լինեն խոսակցություններ, կարող է լինեն բան, իսկ եթե մեկը ինքը լսի, որ իր մամայի հանդեպ բան է խոսում, իր համար դա կլինի ստրեսային։ Իսկ դու ինչ ես ուզում։ Դες դու մտածում ես այն ժամանակ սենց է իր ցանկությամբ ա եղել, հիմա տղայի ցանկությամբ ա եղել, լավ, իսկ դու ինչ ես ինչ եմ ուզում։ Ես չեմ մտածում։ Նայեք, вообще առհասարակ կյանքում պետք չի ֆիքսվել բացարձակապես, որովհետև պետք չի ասել ես երբեք չեմ անի կամ ես կանեմ։ Կյանքը նենց բան է, որ մեզ ցույց է տվել, որ նենց իրավիճակներում մենք ինքներս մեզ բացահայտում, օրինակ իրավիճակները ասում են, որ ես սենց կանեմ, բայց գալիս է այդ իրավիճակը, բայց դու քեզ այլ ձևով ես պահում։ Մարդ աղջիկներ կա, որ ասում են ես դավաճանություն չեմ ների։ Այնքան եմ ներել։ Սուտ որ ոչ թե դրա համար որ սա ինքնասեր եմ, չէ։ Այլ ուզում ես պահես ընտանիք։ Լիքը բաներ կա դրա համար չեմ մտածում ինչ կլինի։ Թող լինի նենց, ոնց որ Աստծո կամքով։ Ես միշտ ասում Աստված ջան, միշտ եկեղեցի որ մտնում եմ, ասում Աստված ջան, չեմ ասում էս եմ ուզում, թող էս լինի, ասում Աստված ջան, ինձ ճիշտ ուղու վրա կանգնացրա։ Այդքան բան։ Մնացածը ես կանեմ։